ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի խորհրդարան, անկեղծ ասած ուզում էի անել ելույթս մինչև պարոն Սարգսյան ձեր ելույթը, բայց հետաքրքիր բաներ ասացիք, որոշեցի երկրորդել որոշ պնդումներ եւ ժխտել մի շարք այլ պնդումներ։ Այս հարցի քննարկման ժամանակ ակնհայտորեն խառնվում են 3 հարթություն։ Հարթություն համար առաջին բովանդակային հարթությունն է։ Ինչպիսի ոլորտներ պետք է արժանանան առանձին հանձնաժողովներ ունենալու պատվին։ Սա բովանդակություն է։ Երկրորդը իհարկե քաղաքական հարթությունն է։ Ինչպիսի մոտեցումներ ունեն քաղաքական ուժերը այս հարցին եւ հատկապես մեծամասնությունը, որը ֆիզիկական տեսակետից ունակ է անցկացնել ցանկացած որոշում։ Սակայն երբեք հարցը չի դնելու ֆիզիկական հարթության մեջ եւ խնդիրը մանրամասն քննարկման ենթակա է դարձնելու։ Եվ երրորդ հարթություն, որի մասին խորշում են մեր գործընկերները խոսել, դա անձնական հարթությունն է։ Խոսքս խնդրում եմ չդիտարկեք որպես պարսավանք կամ քննադատություն, ես շատ նորմալ եմ վերաբերում հատկապես կայացած եւ լուրջ մարդկանց անձնական ամբիցիաներին, որոնք պետք է բավարարվեն միանշանակ, եթե այդ մարդը կարող է եւ իզորու է անցնել այն ճանապարհը, որ իր համար նախանշել է։ Քննարկումը գնաց հիմնականում երկու ուղղություններով, քաղաքական եւ բովանդակային։ Եկեք մի պահ նորից դրանց անդրադառնանք։ Քաղաքական տեսակետից կարծում եմ բացարձակ կոռեկտ չէ այն հարցադրումը, ըստ որի քաղաքական մեծամասնությունը դեմ է խորհրդարանական ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի պորտֆել տալուն։ Քավլիցի Ծառուկյան կուսակցությունների դաշինքը ներկայացնելով ընդդիմություն ունենալու է հանձնաժողովի 3 նախագահ, 3 հանձնաժողովների նախագահներ։ Ակնհայտորեն, որ սահմանադրությունը, նոր սահմանադրությունը աշխատելու է եւ աշխատում է այս կոնտեքստում եւ իմ ողջ հարգանքով ելք դաշինքի հանդեպ ձեզ պորտֆել հասնել չհասնելու հարցը չի որոշելու ընդդիմության նկատմամբ նոր սահմանադրական երաշխիքները նոր խորհրդարանում։ Սա ակնհայտ է։ Քաղաքական տեսակետից հարցը փակ է։ Բովանդակային տեսակետը փորձենք շաղախել անձնական տեսակետի հետ, անձնական ցանկությունների հետ։ Ես վստահ եմ, որ եթե հարգարժան Էդմոն Մարուքյանը դիտավորյալ տալիս եմ ձեր անունը, որպեսզի արձագանքելու հնարավորություն ունենաք, եթե կուզեք, կամ դուք կարող անհամբեր եք կուզենաք տեղում արձագանքել։ Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես, ոչ թե հայտնի իրավաբան, ապա նույն մեր գործընկերները քաղաքական այդ ուժից հետևողականորեն կհիմնավորեին, որ ճիշտ առանձին գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովն է։ Ոնց որ քիչ առաջ պարոն Սարգսյանը հիմնավորում էր, որ Էդմոն Մարուքյանը, Արտակը Զեյնալյան կայացած իրավաբաններ են, ինչը ոչ ոք չի վիճարկում։ Եթե Էդմոն Մարուքյանը կամ մեր այլ գործընկերներ լինեին լավ բժիշկներ, ոնց որ Արասայինիշն է, այո, դա եմ ասում, արդեն մեջ բերեցի, ապա կարող էինք հստակ լսել հիմնավորումներ, որ առողջապահության հանձնաժողովը կենսական կարևորություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, ինֆարկտներ եւ այլն պետք է կանխել, աշխատել եւ այլն։ Դուք ասում եք, պարոն Սարգսյան, հարգելի պարոն Սարգսյան, ասում եք իրավաբանները կարող են հիմնավորել ցանկացած քաղաքական որոշում, ես հավատացնում եմ ձեզ, դուք էլ լավ գիտեք, քաղաքական գործիչները ոչ պակաս կարող են հիմնավորել ցանկացած առաջարկություն։ Այսինքն այս պարագայում այս կռվանը նույնպես չի աշխատում, որովհետև այն ջանասիրության, որ մենք հիմնավորում ենք 9 հանձնաժողով, դուք հիմնավորում եք 10, որովհետև այս պարագայում տակը տեսնում ենք նաև մեր հարգարժան, շնորհալի, արժանի քաղաքական մրցակիցների անձնական, ինչու՞ չէ, ամբիցիաների բավարարման հնարավորություն։ Մարդու իրավունքների ոլորտային կարևորության մասին խոսեցին բոլորը եւ ակնհայտ է, որ եթե առողջապահական հարցերը միանում են սոցիալականին, դա չի նշանակում, որ առողջապահության հարցերը այլևս կարևոր չեն լինելու։ Եթե գյուղատնտեսական հարցերը քննարկվելու են նույն հանձնաժողովում, ինչ որ տարածքային են, նույնպես կարծում եմ ակնհայտ է, որ գյուղատնտեսության համար կատաստրոֆա, կատակլիզմ չի սպառնում հանձնաժողովի բացակայության պատճառով։ Այն գործողությունների ծրագիրը, որ դուք մեջ բերել եք ձեր հիմնավորման մեջ, շատ կարևոր է։ Այն իրոք կարևոր է եւ ընդդիմության դերը գալիք խորհրդարանում վստահեցնում եմ ձեզ չի որոշվելու արդյոք հարգարժան մեր գործընկերները ունենալու են առանձին ազգային ժողովի նախագահի պորտֆել, թե ոչ։
որովհետև եթե վերցնեք ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նորից վերընթերցեք, ապա խոստովանենք, որ ազգային ժողովի հանձնաժողովի նախագահները բացի քաղաքական ներկայացուցչական ֆունկցիաներից որոշումներ կայացնող չեն։ Եթե տեսնեք, անգամ դիցուկ ունենք մարդու իրավունքների կամ գյուղատնտեսության առանձին հանձնաժողով, հանձնաժողովի գործունեությունը կախված է լինելու ամբողջ հանձնաժողովից, մեծամասնությունից, որը ձեր սիրած չսիրած դոնտի բանաձևով էլի պատկանելու է քաղաքական կոալիցիային։ Այստեղ մտավախություն չկա ընդհանրապես ընդդիմությունը կղեկավարի հանձնաժողովը, թե իշխանությունը, որովհետև կներեք իշխանությունը հավասարաչափ ներկայացված է լինելու եւ երաշխավորված մեծամասնություն է ազգային ժողովի բոլոր մարմիններում, բացի մեկ փոխնախագահից եւ բացի ֆրակցիաներից։ Ողջ հարգանքով հանդերձ ես վստահ եմ, որ մեր գործընկերները այս գալիք տարիների ընթացքում իրենց ջանքերի քաղաքական եւ իրավական կապիտալը իրացնելու այլ ուղիներ կգտնեն, քան պարզապես ասել, որ իշխանությունը չբավարարեց իրենց անձնական ցանկությունը, որը լավ հմտորեն փաթեթավորված էր քաղաքական եւ բովանդակային փաթեթների մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աշոտյան։ Խնդրեմ Արտակ Զեյնալյան։ Ներողություն, վարման կարգով պարոն Սարգսյան։ Քանի որ անունս տրվել է, փորձեմ պատասխանել պարոն Աշոտյանին, վաղուց անցել է մեն տարիքից, որ ամբիցիաները դրսևորելու կամ կայանալու խնդիր ունենամ, ու կարծում եմ այդ խնդիրը չունի ոչ Էդմոն Մարուկյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արտակ Զեյնալյանը, բարեբախտաբար։ Մենք ասում ենք, որ 10 հանձնաժողով կրճատելը ճիշտ չի, որովհետև ազգային ժողովին տվել եք լիազորություններ, տվել եք պարտականություններ չափից ավելի շատ ու ազգային ժողովից 80 միլիոն դրամ կրճատում եք միլիարդները թողած նախագահականում ու կառավարությունում։ Խնդիրը սրանում է։ 11-ն էլ քիչ չի, սարքեք 11, մեկն էլ տվեք Դաշնակցությանը։ Խնդիրը այս հարցում է։ Նոր խորհրդարանական համակարգի պարագայում խորհրդարանի լիազորությունները մեծացնելով խորհրդարանի գումարները կրճատում եք։ Եվ երկրորդ, խնդիրը հեշտ նրանում չի, որ իրենք իրավաբանեն, դրա համար առաջարկեցինք, որ մարդու իրավունքներն է։ Բացարձակ այդ հարթությամբ այդ թեմայով խոսակցություն չկար։